Ոչ ոք չէր կարող արգելել Վանյային աղոթել։ Իվան Անտոնի Լևչուկը ծնվել է 1920 թվականի փետրվարի 28-ին Ուկրաինայի Վոլինի մարզում գյուղական ընտանիքում։ Նրա հայրն ու մայրն իրենց համարում էին քրիստոնյաներ եւ ապրում էին ինչպես ուրիշները։ Իվանի հերթական անգամ կալանավայրում Վարկուտայում գտնվելու ժամանակ նրա եղբայրն անձամբ պատմել է եպիսկոպոս Միխայել Գորդիենկոին, որ նա դեռևս վաղ մանկությունից էր տարվել Աստծով։ Նա սիրում էր երեկոները նայել առեղծվածային աստղազարդ երկնքին, ցերեկները երկնագույն տարածության մեջ լողացող ամպերին։ Վանյայի մանկական սիրտն զգում էր, որ այս բոլոր երկրային եւ երկնային հրաշքների հետևում թաքնված է մի ինչ-որ մեծ ու ամենակարող մեկը, ով ստեղծել ու ղեկավարում է այդ ամենը։ Երբ Վանյան 5 տարեկան էր, նրանց տուն եկավ օրհնյալ Աստծոծառա Չեբոտարյովը, պատմեց Հիսուս Քրիստոսի մասին, ավետարանի մասին, Քրիստոսի ճշմարտության եւ փրկության հնարավորության մասին։ Տպավորվող տղան, նրա զարմիկը Մարինան եւ այդ գյուղում էլի մի քանի մեծահասակներ իրապես հավատացին Աստծուն ու նրա խոստմունքներին։ 6 տարեկանում Վանյան սկսեց գնալ մեծահասակների պաշտամունքներին, չնայած գյուղի բնակիչների մեծամասնությունը դրան անբարեհաճությամբ էր վերաբերվում, անվանելով նրանց աղանդավոր բապտիստներ։ Երեխաների հետ խոսելիս մեծերը հաճախ հարցնում են, թե ինչ են ցանկանում նրանք դառնալ ապագայում, այսինքն ինչ մասնագիտություն են նախընտրում։ Երեխաները հիմնականում արտահայտվում էին իրենց ծնողների ցանկությամբ կամ թվարկում էին առավել հարգի մասնագիտություններ՝ օդաչու, բժիշկ, վարորդ։ Իսկ Վանյան այդ հարցին ամենայն լրջությամբ պատասխանում էր, որ ցանկանում է դատապարտյալ դառնալ։ Հոգևոր հայրերը շոյում էին նրա մազերն ու հարգանքով ասում էին. «Որդյակ, թող Աստված օրհնի քեզ այդ դժվար աշխատանքի մեջ»։ Մայրը խստորեն արգելում էր Վանյային գնալ պաշտամունքների։ Նա մեկ անգամ չէ, որ նրան գավազանով ծեծում էր պաշտամունքից գալուց հետո, բայց նա համարձակվում էր կրկին գնալ այնտեղ, որտեղ կարդում էին Սուրբ Գիրքը, աղոթում էին Աստծուն ու երգում էին հոգևոր երգեր։ Մայրը հաճախ թաքցնում էր տղայի կոշիկները, որպեսզի չգնա պաշտամունքների, բայց նա փախնում էր այնտեղ անգամ բոբիկ, խորը ձյան միջով։ Այդ ժամանակ հավատացյալները նրան տաքացնում էին վառարանի մոտ։ Տղան շատ էր սիրում աղոթել։ Ծնողներն անգամ դա էին նրան արգելում։ Վանյան ստիպված էր լինում փնտրել ավելի թաքնված անկյուններ, որպեսզի նրան չխանգարեին կանչել Տիրոջ անունը, փառաբանել երկրի եւ երկնքի ամեն երևացող ու չերևացող բաների Արարչին։ Երբ տանը մառանում, դրսում, բանջարանոցում, այգում, թփերի հետևում ծնողները նկատում էին, որ նա կրկին աղոթում է, ապա նրան մտրակով պատժում էին։ Տղան, երբ նրան ոչ մեկ չէր տեսնում, բարձրանում էր բարձր տանձենու վրա, որը տնից հեռու չէր, եւ այնտեղ էր աղոթում, ուրախանալով, որ գտնվում է Աստծուն ավելի մոտիկ։ Բայց անգամ իր այդ բարձր թաքստոցը ծառերի ճյուղերի արանքում հայտնաբերում էին։ Եթե տղան գավազանով պատժվելու սպառնալիքներից վախենալով չէր շտապում իջնել սիրելի ծառից մեղավոր երկրի վրա, նրան ծեծում էին երկար փայտերով, որը ձմեռվա համար դիզված էր լինում մառանի մոտ։ Հոգու մկրտությունն ստացավ 8 տարեկան հասակում, դրանից 2 շաբաթ առաջ գտնվելով ծոմի եւ աղոթքի մեջ։ Օտար լեզուների հետ միաժամանակ Տերը նրան առատապես օրհնեց նաեւ Սուրբ Հոգու պարգևներով։ Վանյան շնորհակալ եղավ. «Տեր Աստված, ես քեզանից այսքան չէի խնդրել»։ Փոքրիկ քարոզիչը։ Մի անգամ նա գնաց պաշտամունքի եւ այնտեղ սկսեց վկայել այնքան մատչելի, որ նրան կանգնացրեցին փայտե աթոռի վրա, որպեսզի բոլորը կարողանան տեսնել ու լսել տղային։ Նրա վկայությամբ ապաշխարեցին 7 կամ 8 նորահոգի, բայց այդ պահին մտրակը ձեռքին ներխուժեց Վանյայի մայրը։ Իջացնելով նրան աթոռից, մայրը նրան քարշ տալով տարավ տուն, ամբողջ ճանապարհին մտրակելով։ Մայրը որդուն արյուն լվա էր արել, փակեց մութ խորդանոցում ու գոռաց. «Իմ տանը աղանդավորներ պետք չեն»։ Տատիկը, ով սիրում ու խղճում էր իր թոռանը, լսելով նրա ողբն ու աղոթքը, բաց է թողնում նրան։ Վանյան հարվածներից ամբողջությամբ արյուն լվիկ կրկին վազում է ծառայության, բարձրանում է նույն աթոռին ու առավել հոգևորությամբ շարունակում է վկայել Աստծո հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին։
Նրա մանկական համոզիչ խոսքերից հետո, նայելով նրա խոշտանգված մարմնին ու անսասանությանը, բոլորը լացեցին ու էլի մեկ հոգի ապաշխարեց։ Ոչ մի արգելք չէր կարող Վանյային խանգարել աղոթել տանը, գլուխը վերմակի տակ թաքցրած։ Ծնողներն անգամ մտածում էին, որ տղայի հոգեկանն է խանգարվել, իսկ նա աղոթում էր նրանց եւ ամբողջ ընտանիքի համար։ Քույրերից մեկը, հյուրընկալվելով Լևչուկների ընտանիքին Կիևում, պատմում է, որ 1977 թվականին եպիսկոպոս Իվան Լևչուկը պատմել է, թե ինչպես է մանկուց աղոթել իր ընտանիքի համար։ Ամենաքիչը նրան հալածել է հարազատ ավագ եղբայրը։ Դրա համար էլ Վանյան առաջինը խնդրում էր, որ Աստված փրկի ավագ եղբորը։ Երբ վերջինս ապաշխարեց, երկու եղբայրներին ավելի հեշտ էր պայքարել անգիտության դեմ։ Արդեն երկուսով նրանք աղոթում են, որ Աստված հպվի իրենց հորը։ Կիրակի օրերից մեկից առաջ հայրը երազ է տեսնում, որ նա գնում է հարևան գյուղ, այն տունը, որտեղ անցկացվում էր պաշտամունքը։ Մոտենում է սեղանին ու տեսնում է այնտեղ հոգևոր երգերի ժողովածու, վերցնում է այն, բացում է եւ սկսում է կարդալ ոսկե տառերով գրված 410 համարի երգը՝ «Ես գիտեմ խաղաղության հանգստավայրը»։ Կիրակի առավոտյան Վանյան հորը եւ իր եղբորը Գրիգորին հրավիրում է հարևան գյուղ պաշտամունքի։ Ի ուրախություն նրա, հայրն առաջին անգամ համաձայնվում է. «Լավ, բայց դուք հիմա երկուսով գնացեք, իսկ ես մի փոքր ուշ կգամ, որոշ գործեր ունեմ անելու»։ Հայրը որոշում է ստուգել իր երազը եւ գործը վերջացնելուց հետո ուղևորվում է հարևան գյուղ այնպես, ինչպես տեսել էր երազում։ Արագ գտնում է այն տունը, որտեղ անցկացվում էին հավաքույթները, մտնում ու կամաց նստում է մի անկյունում, որտեղ նրան քաղաքավարությամբ զիջում են տեղը։ Աչքերով փնտրում է որդիներին, հաճելի զարմանքով ընդունում է Վանյայի քարոզը, ում բոլորն ուշադրությամբ լսում են այնպես, ինչպես մեծահասակ քարոզիչներին։ Իսկ հավաքույթի ավարտից հետո մոտենում է սեղանին եւ տեսնում է այն նույն հոգևոր երգերի ժողովածուն։ Թույլտվություն է խնդրում եւ բացում ու կարդում է 410-րդ համարի երգը «Ես գիտեմ խաղաղության հանգստավայրը»։ Հավատացյալները դեռ չէին հասցրել հեռանալ եւ նա պատմում է իր կատարված երազի մասին ու անմիջապես ապաշխարում է։ Այդ օրվանից Վանյան ու Գրիշան պաշտամունքների էին գնում հոր հետ։ Երբ ապաշխարեց հայրը Անտոն Կոսյանովիչը, նա տղաների հետ միասին սկսեց աղոթել արդեն կնոջ ապաշխարության համար։ Նրանց աղոթքների շնորհիվ Աստված հպվեց նաև նրանց մոր սրտին։ Այդ ժամանակներում Արևմտյան Ուկրաինայում լինում էին նաև զանգվածային արթնություններ։ 7-ամյա Վանյային Աստված արդեն իսկ ցույց էր տվել մարգարեական երազներ։ Դրանցից մեկում նա տեսել էր մեծ, հրաշալի, ծաղկած, անուշաբույր մի այգի, ողողված արևի ճառագայթներով կապույտ երկնքի տակ։ Հանկարծ փչում է ուժեղ սառը քամի եւ ծառերի վրա մնում են շատ քիչ ծաղիկներ։ Տարեց հավատացյալները բացատրեցին տղային, որ երազը հայտնում է մոտեցող խիստ փորձությունների մասին։ Քրիստոսի ճշմարտությունն ընդունողներից ոչ բոլորը կմնան ու կհարատևեն ավետարանի հավատքի մեջ։ Քույրերից մեկը հիշում է, որ մինչև առաջին դատվածությունը, երբ ինքը դեռ երեխա էր, Լևչուկն ապրել է իրենց տանը եւ իրեն միշտ իր գիրկն էր առնում։ Երբ Իվան Անտոնովիչը 1956 թվականին վերադառնում է առաջին պատիժը կրելուց, նա արդեն 8 տարեկան է լինում։ Տեսնելով Նինային, միանգամից հարցնում է. «Դու մկրտված ես Սուրբ Հոգով»։ «Դեռ ոչ», պատասխանում է մի փոքր շփոթված աղջիկը, քանի որ նա գիտեր, որ դրա մասին սկսում են մտածել ավելի մեծ տարիքում։ Իվան Անտոնովիչը սիրով ասում է նրան. «Ժամանակն է արդեն, ժամանակն է նախանձախնդիր լինել Սուրբ Հոգու մկրտության համար»։ Հորեղբայր Իվանի խոսքն օրենք էր Նինայի համար։ Եվ երբ Նինայի տատիկի մոտ են գալիս նրա հավատացյալ քույրերը աղոթելու, Նինան նրանց հետ սկսում է աղոթել Սուրբ Հոգու մկրտության համար եւ Աստված 8 տարեկան Նինային մկրտում է Սուրբ Հոգով։ Երբ դա տեղի ունեցավ, բոլորը հիշեցին, որ Իվան Լևչուկին Աստված նույնպես մկրտել է 8 տարեկան հասակում, երբ նա սովորում էր տեղական դպրոցի առաջին դասարանում։ Ծնողներից լսելով, որ երեկոյան պաշտամունքի են գալու եղբայրներ, որոնց միջոցով Աստված մկրտում է Սուրբ Հոգով, Վանյան իր դասարանցիներին հրավիրում է. «Ով ցանկանում է տեսնել, թե ինչպես է ինձ Աստված այսօր մկրտելու Սուրբ Հոգով, եկեք երեկոյան մեզ մոտ»։ Դասարանի կեսն եկել էր նայելու այդ հրաշքը։
Մեծերին երեխաների ներկայությունը չէր խանգարում։ Սպասելով օրհնյալ եղբայրներին կարդում էին Աստվածաշունչը, սաղմոսներ էին երգում, սակայն եղբայրներն ուշանում էին և դասընկերներից մեկն արդեն սկսեց ծիծաղել նայելով Վանյային։ Նա սկսեց անհանգստանալ, որ հանկարծ խայտառակ չլինի, բայց ուշ գիշերին, երբ երեխաներն արդեն պատրաստվում էին գնալ տուն, երեք հյուրեր թակեցին դուռը։ Տեսնելով նույն տարիքի այդքան շատ երեխաների, նրանք զարմանքով հարցրեցին, թե այս ինչ մանկական հավաքույթ է։ Դա ես եմ իմ դասարանցիներին հավաքել, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է ինձ Աստված այսօր մկրտելու Սուրբ Հոգով։ Փառք Աստծուն, որ դուք եկաք, ասաց Վանյան և ուրախությունից լաց եղավ։ Իսկ դու հավատում ես, որ Աստված քեզ կմկրտի Սուրբ Հոգով, հարցրեցին եղբայրները։ Հավատում եմ, արցունքների միջից հաստատուն պատասխանեց տղան։ Անմիջապես ընկավ ծնկների վրա ու սկսեց ջերմեռանդ աղոթել։ Բոլոր ներկաները միացան այդ աղոթքին և Աստված Վանյային մկրտեց Սուրբ Հոգով օտար լեզուների նշանով։ Լևչուկներն ապրում էին աղքատ, թեպետ տան գլուխը Անտոն Կոսյանովիչը փորձում էր վաստակել որտեղից որ կարող էր և հաճախ այդ նպատակով հեռանում էր տնից։ Մի անգամ, երբ գնում է գումար աշխատելու, տանը չի լինում ոչ մի փշուր հաց ու ոչ մի հատ կարտոֆիլ։ Մայրն արդեն ամաչում էր գնալ ու ինչ-որ մեկից պարտքով խնդրել, քանի որ աղքատներն իրենք հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, իսկ հարուստները չէին տա։ Սոված երեխաները դա չէին հասկանում։ Նրանք անընդհատ ուտելիք էին խնդրում ու խնդրում։ Մայրը նրանց նայելով նույնպես լացում էր, իսկ հետո արտասվելով ասում. «Ուտել եք ցանկանում, գնացեք և Իվանի հետ աղոթք արեք, միգուցե Աստված ձեզ լսի»։ Իվանն առաջինն է ծնկի գալիս և նրա օրինակին հետևում են մնացածը, այդ թվում և մայրը։ Երեկոյան նրանց տան դուռը մեկը թակեց։ Ձեռքին մեծ զամբյուղով ներս մտավ հարևան գյուղի ուղղափառ եկեղեցու քահանան։ «Ահա ձեզ Աստծուց նվեր եմ բերել» և սեղանին դրեց մի մեծ կլոր բուխան կահաց, թխված լավ սպիտակ ալյուրից, մի մեծ կտոր սալ, տան անկյունու մոտ 2 դույլ ընտիր կարտոֆիլ դատարկեց և բացատրեց. «Պառկեցի, որ ճաշից հետո հանգստանամ, հենց ուզում էի ննջել, մի ձայն. Լևչուկներին ուտելիք տար։ Մտածեցի, որ ինձ թվում է, բայց այդ բառերը կրկնվեցին ևս 2 անգամ։ Պատմեցի կնոջս, նա ասաց. «Դա Տերն է ասել, տար»։ Ես պատասխանեցի. «Բայց չէ՞ որ նրանց տղան աղանդավոր է, չեմ տանի»։ Նա պարտադրեց. «Տար, միգուցե դրա համար Տերը մեր հիվանդ տղային՝ Մաքսիմին բժշկի»։ Եվ ահա ես էլ բերեցի, աղոթեք մեր դժբախտ Մաքսիմի համար, միգուցե Աստված իրապես մեզ օգնի։ Վանյան կանչեց նվերներով ուրախացող մորը. «Կաղոթեք Մաքսիմի բժշկության համար»։ «Կաղոթենք, անպայման, Աստված սիրում է, երբ քրիստոնյաներն աղոթում են միմյանց համար», պատրաստակամությամբ արձագանքեց Վանյան։ «Միայն թե դուք ամուր հավատացեք, որ Աստված կօգնի, նա ամենակարող է և ամենաբարին է ամբողջ աշխարհում»։ Որոշ ժամանակ անց այդ գյուղ հավատացյալների մոտ եկավ մի օտարական Աստծո ծառա։ Ծառայությունից հետո նա մոտեցավ Վանյային, ով որ իր քարոզի ժամանակ պատմում էր այն մասին, թե ինչպես ուղղափառ քահանան Աստծո պատվերով ուտելիք էր բերել Լևչուկների սոված ընտանիքի համար և հարցրեց. «Իսկ դու կարող ես ինձ ցույց տալ, թե որտեղ է ապրում այդ ուղղափառ քահանան»։ «Իհարկե կարող եմ», պատրաստակամությամբ հայտնեց Վանյան և Աստծո մարդուն տարավ հարևան գյուղ։ Երբ մոտեցան բնակավայրին, բակից հաչալով դուրս թռան 2 մեծ շուն։ Աստծո մարդը ձեռքը թափ տվեց շների վրա, նրանք սսկվեցին ու բարեկամաբար սկսեցին շարժել պոչերը։ Քահանան տնից դուրս եկավ, զարմացած նայեց հանդարտված շներին ու հյուրերին տուն հրավիրեց։ «Խաղաղություն այս տանը», ասացին Աստծո մարդն ու տղան ու մտան ներս։ «Խաղաղությամբ ենք ընդունում», պատասխանեց քահանան։ «Աստված ինձ ուղարկել է, որպեսզի հարցնեմ ձեզ. իրապես դուք հավատում եք, որ նա կարող է բժշկել ձեր մեռնող որդուն»։ «Հավատում ենք», հավատքով լցվելով ասաց քահանան։ Նրա հետևից էլ մյուսները։ «Իսկ դու հավատում ես», հարցրեց օտարականը մոտենալով անկողնուն, որի վրա պառկած էր խեղճ հյուծված տղան։ «Հավատում եմ», հազիվ լսելի շշնջաց հիվանդը։ «Ծնկի եկեք բոլորդ, պետք է խնդրենք Աստծուն այս հիվանդի փրկության և նրա երկրավոր տարիների երկարացման համար»։ Դնելով իր գավազանը անկյունում, առաջինն ինքը ծնկի իջավ անկողնու մոտ, նրա օրինակին հետևեցին մյուսները։ Աղոթքի ժամանակ Վանյային թվաց, թե ինչ-որ մի անտեսանելի ուժ նրան բարձրացնում է հատակից, հետո օտարականը վեր կացավ, բռնեց Մաքսիմի ձեռքից և բարձրաձայն ասաց. «Վեր կաց, Աստված բժշկում է քեզ»։
Մաքսիմը նստեց անկողնուն, հետո իջավ հատակին, մի քանի քայլ արեց։ Բժշկվածին առաջինը շնորհավորելով գրկեց Լևչուկը, հետո տղային ուրախությամբ գրկեց հայրը, բայց Մաքսիմը դուրս սողաց նրա ձեռքերից, նա ցանկանում էր ինքնուրույն քայլել։ Հետո օտարականը խստորեն ասաց. «Իսկ Աստծուն այս ուրախության մեջ շնորհակալություն հայտնել մոռացաք»։ Առաջինը ծնկի եկավ Մաքսիմը, բոլորը միասին շնորհակալություն հայտնեցին այդ հրաշալի բժշկության համար։ Հետո տանտիրուհին անցավ սեղան պատրաստելուն, իսկ տանտերը հյուրեր կանչելուն, որպեսզի ամբողջ գյուղն իմանա կատարվածի մասին։ Արդյունքում Աստված սկսեց Մաքսիմի ընտանիքի միջոցով ավետարանի հավատքի քրիստոնյաների նոր եկեղեցի հիմնել։